Բարև ձեզ, Սարվա թեման է, իմ այսօրվա հյուրը Հանրապետության կուսակցության արտաքին գործերի քարտուղար Արնոլդ Բլեյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Բլեյան, Հայաստանի օրակարգի քաղաքական թե հասարակական, այսպես ասենք, թիվ 1 հարցը շարունակում է մնալ իշխանության եւ հոգեվորականների միջև այս ճգնաժամը, որը գնալով ավելի է խորանում, ամեն կիրակի պատարակներ են տեղի ունենում վարչապետի ներկայությամբ, մասնակցությամբ, հոգեվորականների մի մասը հրաժարվում են այդ պատարակները մատուցել, բավական մեծ թվով հոգեվորականներ միացել են, այսպես ասենք, իշխանության այդ գործողություններին, զգացում եմ, որ եկեղեցու ներսում էլ ներքին, այսպես ասենք, պայքար է գնում կամ ինքնամաքրման գործընթաց է սկսվել, ինչ է տեղի ունենում հայաստանյաց առաքելական եկեղեցում։ Շատ ճիշտ նշեցիք, որ սա պայքար է իշխանության եւ առանձին հոգեվորականների միջեւ, ոչ թե եկեղեցու միջեւ։ Ես կարծում եմ, որ դա նաեւ պայքար է հասարակության եւ առանձին հոգեվորականների միջեւ։ Սա նաեւ պայքար է նորմալ, գիտակից ազնիվ հոգեվորականների եւ անազնիվ հոգեվորականների միջեւ։ Եվ այո, գրում է ինքնամաքրում, մենք հասկանում ենք, որ այն եպիսկոպոսները, ովքեր միացել են այդ հայտարարությանը հայտնի, այն 10 եպիսկոպոսները միգուցե այնտեղ կան անձինք, ովքեր միանշանակ չեն ընդվում հասարակության կողմից, բայց այնուամենայնիվ այդ հոգեվորականները գոնե գտել են իրենց մեջ այդ քաջությունը եւ այդ գիտակցությունը, որ այսպես շարունակել հնարավոր չէ։ Գիտեք, մի բան է իմանալ, որ դու սխալ ես եւ շարունակել գործել այդ ուղղությամբ։ Մի բան է գիտակցես, որ այնինչ դուք արել եք, այնպես ինչպես դուք ապրել եք եւ գործել եք սխալ էր եւ սխալ է եւ այլևս շարունակել հնարավոր չէ։ Եվ գիտակցել ես այդ պատասխանատվությունը եւ միացել ես այդ հայտարարությանը։ Այստեղ շատ կարեւոր է եւ մենք պետք է նաեւ շնորհակալություն ասենք, որ իրենք կարողացել են այդ գիտակցությունը գտնել։ Բայց այնուամենայնիվ այո, սա միայն կաթողիկոսի հարց չէ, սա ընդհանուր հայ առաքելական եկեղեցու բարեփոխման խնդիր է։ Եվ միայն կաթողիկոսի հեռացմամբ չէ, որ պետք է այս խնդիրը լուծի, եւ ես ուրախ եմ, որ վարչապետն այսօր իր տեսլականն է ներկայացրել, թե ինչ փոփոխություններ պետք է տեղի ունենան։ Ես կարծում եմ, ընդհանրապես մենք չպետք է ունենանք երկու առանձին եկեղեցի, Կիլիկիո, Չմիածնում, ժամանակն է, որ այդ եկեղեցիները միավորվեն, անհասկանալի է այդ տարանջատումը, գիտենք թե ինչ պատճառաբանությամբ եղավ, որ Կիլիկիան առանձնացավ, ավելի շուտ Չմիածնում ստեղծվեց, բայց ժամանակն է, կարծում եմ, որ դրանք նույնպես միավորվեն եւ լինի մեկ հայ առաքելական եկեղեցի։ Գիտեք, որ օրինակ վտանգ կա, որ գործող կաթողիկոսը գուցե ճողոպրի Ռուսաստան եւ այնտեղ հիմնի ռուսահայոց մի այնպիսի մի խոսքով նստավայր հիմնի այնտեղ։ Սա կարծում եմ շատ լուրջ վտանգ է եւ իշխանությունը իրավապահ համակարգը պետք է թույլ չտա դրա իրագործումը եւ եթե իրենք օպերատիվ տեղեկություն ստանան, որ Կտրիչ Ներսիսյան Գարեգին կաթողիկոսը որոշել է ճողոպրել մայրենի Ռուսաստան եւ այնտեղից հետագայում շարունակել այդ կեղեքական գործունեությունը Հայաստանի Հանրապետության եւ հասարակության դեմ, պետք է մեկ օր շուտ նա ձերբակալվի եւ իրեն թույլ չպետք է տրվի, որպեսզի նա լքի Հայաստանի Հանրապետության տարածքը եւ իր եղբոր հետ Ռուսաստանում հիմնի հակահայաստանյան կառույց, հայ առաքելական եկեղեցու կառույց։ Պարոն Բլեյան, Փաշինյանը, ինչպես նշեցիք, այսօր հրապարակել է ճանապարհային քարտեզը, եթե այս գործող կաթողիկոսը հեռանա, թե ինչ քայլերով պետք է ընտրվի նոր կաթողիկոսը, այնտեղ նշված է, որ նոր եկեղեցական կանոնագիրք պետք է ընդունվի, որոշակի նաև որ այդ ընտրողները կամ այսպես ասենք այդ ընտրող ժողովը պետք է խորհրդակցի նաև իշխանությունների հետ ինչ որ առումով որոշ հարցերի առումով, արդյոք սա պետության միջամտություն չէ եկեղեցական գործերի։ Վրաստանում օրինակ եկեղեցին պետական կառույց է, Թուրքիայում եկեղեցին պետական կառույց է։ Ոչ, մենք 21-րդ դարում ենք, այստեղ առաջնայինը պետությունն է, մեզ ոչ թե պետք է եկեղեցի առանց պետության, այլ մեզ պետք է պետություն, որտեղ կլինի եկեղեցի եւ այդ եկեղեցին ուժեղացնի պետությունը, այդ եկեղեցին կլինի վերկուսակցական եւ անկախ այն հանգամանքից թե ով է
օրվա իշխանությունը, կլինի դա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, թե մեկ այլ քաղաքական գործչի իշխանությունը, նա պետք է վերկուսակցական լինի եւ նա պետք է միտված լինի պետության ամրացմանը։ Իսկ 21 թվականին մենք տեսանք լրիվ հակառակը, երբ պետությունը որոշել էր չմիջամտել եկեղեցու գործերին, հիշում եք, երբ կար նոր Հայաստան, նոր հայրապետ այդ շարժումը 18 թվականից հետո պետությունը որոշեց, իշխանությունը որոշեց չմիջամտել, բայց 21 թվականին եկեղեցին այն ժամանակ փոխանակ իր մեջ գտներ ուժ եւ խոհեմություն կանգներ պետության թիկունքին, նա հարվածեց պետությանը թիկունքից։ Եվ ես ասում եմ եկեղեցի, ես նկատի չունեմ ամբողջ հայրաքելական եկեղեցի, ես նկատի ունեմ եկեղեցու վերնախավը, ես նկատի ունեմ կաթողիկոսին։ Այսա մենք պետք է թույլ չտանք։ Եվ ես կարծում եմ նաև նմանատիպ փոփոխություններ նաև պետք է լինեն մեր սահմանադրությունում։ Թե իրենց սահմանադրությունը պետք է փոխվի, որը գրված էր Ստալինյան ժամանակաշրջանում 30-ականներին։ Եվ այդ միանձնյա իշխանության միապետական կառույցին համապատասխան այդ սահմանադրությունը եկեղեցին պետք է փոխվի։ Թե նաև մենք պետք է համապատասխան փոփոխություններ անենք եւ Հայաստանը եւ եկեղեցին պետք է դառնա պետական։ Եվ ես կողմ եմ օրինակ, որ թե հիմնը հնչի, թե հայաստանյան դրոշը հնչի, ծածանվի, դեպ ես մի քիչ առաջ տեսանյութ տեսա, որ Վրաստանում եկեղեցու բակում վրացական դրոշներով, եվրոպական միության դրոշներով, Տեր Հայրի ներկայությամբ հավաքեր, զրույց, ծես, այսպիսի եկեղեցի է մեզ պետք, ով կանգնած է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողքին, իսկ մեր եկեղեցին դատապարտում էր Բալթիկ թեմի առաջնորդին, ով հանդգնել էր խոսել խաղաղությունից եւ Հայաստանի Հանրապետության եվրոպական միությանը ինտեգրվելուց։ Մեզ այդպիսի կաթողիկոս պետք չէ։ Օգոստոսի 8-ից անցել է քանի ամիս եւ առ այսօր ես չեմ լսել, որ Գարեգին Փ կաթողիկոսը օրհնի օգոստոսի 8-ին նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը։ Խաղաղության չի ուզում, թե չեն թողնում, գուցե չեն թողնում։ Եվ չի ուզում եւ չեն թողնում։ Ամեն անգամ վարչապետը մատնանշում է, որ եղբայրը ԿԳԲ գործակալ է։ Կաթողիկոսն է ԿԳԲ գործակալ նաեւ։ Եվ իր գործելավեճով ցույց է տալիս, որ նա ամբողջությամբ Կիրիլի եւ Պուտինի կամքի տակ է ամբողջությամբ։ Բամլյան, այսինքն ճիշտ հասկացա, որ կաթողիկոսին Գարեգին II-ին ռուսական ուժը Ռուսաստանը ինչ որ առումով չի թողնում, որպեսզի լքի պաշտոնը կամ հեռանա գահից։ Ռուսաստանը Թե ներքաղաքական խնդիրներ կան։ Ռուսաստանը թույլ չտվեց ավելի շուտ կարգադրեց Ռուբեն Վարդանյանին մտնել քաղաքականություն։ Ռուբեն Վարդանյանը հայտնվեց Բաքվի բանտում եւ Ռուսաստանը չպաշտպանեց իր գործողված ագենտին։ Ռուսաստանն ուղղորդեց Հայաստան Սամվել Կարապետյանին։ Սամվել Կարապետյանն էլ չկարողացավ ոչ ասել։ Այսօր Սամվել Կարապետյանը բանտից փորձում է կեղեքել եւ ապաքաղաքականացնել 26 թվականի ընտրությունները եւ ապագա խորհրդարանը եւ նորից փորձել ուզուրպացնել անդիմադիր այլընտրանքային իշխանությունը, որովհետեւ ազգային ժողովում կա իշխանություն, պրոիշխանական, հա, եւ այլընտրանքային, դա անդիմությունն է։ Այսօր մենք ունենք անդիմություն, որը այլընտրանքային չէ, որը հակահայաստանյան է, հակապետական է, ովքեր երազում են, թե երբ կսկսվի նոր պատերազմ Հայաստանի Հանրապետությունում եւ այնպիսի պատերազմ, որը կբերի տարածքային կորուստների մասնավորապես Սյունիքում եւ որը կբերի իշխանափոխությանը եւ որը կհանգեցնի իրենց իշխանության գալու։ Այսպիսի հակապետական իշխանություն այլընտրանքային նույն ինքը անդիմադիր մեզ պետք չէ 26 թվականին Սամվել Կարապետյանի տեսքով, որովհետև տարբերություն չկա Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի դաշնակցության միջև։ Միգուցե կա, միգուցե Սամվել Կարապետյանն ավելի վատն է, որովհետև համենայն դեպս մենք արդեն ապրել ենք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին։ Իսկ այս մարդուն մենք չգիտենք, թե որքան ավելի վատը նա կարող է լինել։
Եվ եկեղեցին պետք է լինի պետության կողքին։ Ամելյան, Քոչարյանը էլի խոսել էր այս մի երկու օր առաջ կարծում իր համակիրների, այսպես ասենք, այդ հանդիպում է տեղ ունեցել, էլի իր խոսքերից հետևում է, որ այս մարդը չի թողնելու քաղաքականությունը, այսինքն երևի կմասնակցի ընտրություններին, պահանջում է, որ այս երկրի փրկությունը Փաշինյանի հրաժարականն է միայն, ինչի չի հանգստանում Քոչարյանը։ Որովհետև իրեն էլ թույլ չեն տալիս։ Դե վերջը մարտը երկու անգամ ղեկավարել է երկիրը, Իշնորհիվ իր տերերի Ռուսաստանի նա հիմա ազատության մեջ է, որտեղ Վլադիմիր Պուտինի անմիջական միջամտության շնորհիվ է, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր ազատությունն է վայելում։ Մենք մոռացել ենք, որ նա եկել էր, Պուտինը եկել էր Հայաստան, այցելել էր իր տիկնոջը, երբ Քոչարյանը նստած էր հանդիպում էր Կոպիրկինի հետ կամ այն ժամանակ միգուցե նախկին դեսպանն էր Ռուսաստանի, չեմ հիշում անունը։ Եվ այդ քիմիական սիրո հիման վրա Վլադիմիր Պուտինը շարունակում է օգտագործել Ռոբերտ Քոչարյանի որպես բուտ գործիք պետության դեմ, Հայաստանի Հանրապետության պետության դեմ։ Երկրորդ նախագահի այդ ասուլիսը, այդ ճեպազրույցը, ծիծաղաշարժը նա անվանում է, լինելով ԿԳԲ գործակալ, նա անվանում է վարչապետին ԿԳԲ գործակալ, չունենալով իրապես ազգային շահեր, հայաստանյաց ազգային շահեր, նա խոսում է ազգային շահերից եւ ազգային շահերը վերադասելու անձնային շահերից կարևորությունից, բայց նա չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության շահերը։ Իր տարիները ցույց են տալիս, որ նա ամբողջությամբ կատարել է Կրեմլի հրամանները եւ Հայաստանը սկուտեղի վրա մատուցել է Ռուսաստանի Դաշնության հայեցողությանը, որը նաեւ հանգեցրել է ի վերջո 2016 թվականի պատերազմին, որը նախագահանք էր, զգուշացում էր, որ այսպես է լինելու։ Հետո եղավ արդեն քարոզիա պատերազմը։ Ռոբերտ Քոչարյանն է կանգնած այս արհավիրքների հիմքում, որովհետև նա Արցախը հանեց բանակցային գործընթացից, որովհետև նա Արցախայության ինքնորոշման սկզբունքը ստորադասեց, փոխակերպեց եւ դարձրեց հայ-ադրբեջանական տարածքային վեճ, երբ քննարկում էր Մեղրին Արցախի հետ փոխանակման ծրագիրը։ Այնինչ մենք միշտ հայտարարել ենք 90-ականներից սկսած, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց կա Լեռնային Ղարաբաղ, իրենք ինքնորոշվել են եւ իրենք ունեն նորից ինքնորոշվելու իրավունք ըստ ՄԱԿ-ի։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը դա դարձրեց տարածքային վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Եվ պարոն Քոչարյանն ասում է, որ Քիվեստում մենք քննարկում ենք, որ Արցախը պետք է միանար Հայաստանին, բայց ինչի հաշվին։ Դե հրապարակի այդ փաստաթուղթը։ Կառավարությունը հրապարակեց եւ ձեր կարծիքը կամ ձեր մեկնաբանությունը այդ փաստաթղթերի հետ կապված ընդհանուր Ղարաբաղի հարցի հետ կարգավորման փաստաթղթերը, որոնք տարիների ընթացքում տարբեր ժամանակաշրջաններում ընդունվել են։ Երկու դիտարկում, առաջին դիտարկումը դա հենց նոր ես մատադաշեցի, Ռոբերտ Քոչարյանը ազգերի ինքնորոշումը տրոհեց եւ դարձրեց տարածքային վեճ, երկրորդը դա Սերժ Սարգսյանի տարիներն էին, երբ ընթերցում ես իր նամակը նախագահ Պուտինին, ռուսական ցարին, հասկանում ես, որ ինքը լավ էր գիտակցել է, որ դա փակուղային փուլում է գտնվում եւ սարսափելին այն է, որ 2018 թվականից ի վեր, հեղափոխությունից ի վեր, որպես նախագահ փոխանակ ինքը փորձեր միավորեր նախկին նախագահներին, Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին, հաջակցություն Հայաստանի Հանրապետությանը, գործող իշխանությանը, հակառակը փողոցներով, գոռալով, գոչալով միտինգներ էին անում, որ իրենք եկել են, որ հողերը հանձնեն, իրենք սորոսական են, եկել են հողերը հանձնեն, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ վատթարացնեն, գործող իշխանությունն էլ դրան հակադարձելով փորձում էր հնարավորինս պրոռուսական երևալ, հնարավորինս պրոարցախյան երևալ, Արցախը Հայաստանը եւ վերջ, Ռուսաստանի հետ մենք ունենք փայլուն հարաբերություններ, եւ ով էր դրանից վնասանում Հայաստանն ու Արցախը, որովհետեւ
իրականության հետ կապ չուներ այդ ամենը։ Բամբլյան եւ անցնենք արտաքին քաղաքական հարցերին Եվրամիությունն ու Հայաստանը նոր փաստաթուղթ են ստորագրել բավական կարևոր համենայնդեպս եթե լսենք պաշտոնական հայտարարություններին թե Հայաստանի թե Եվրամիության խոսքը ռազմավարական գործընկերության ռազմավարական օրակարգի մասին փաստաթղթի ստորագրման մասին է նախ ինչ կտա այս փաստաթուղթը մեզ բացի ֆինանսական եւ տնտեսական աջակցությունից ուրիշ ինչ քաղաքական աջակցություն կամ ինչ օգուտներ կտա Հայաստանին այս փաստաթուղթը եւ ինչով է այդքան կարեւոր է Ես շատ եմ կարևորում այդ փաստաթուղթը, ես ընդհանրապես կարծում եմ, որ օգոստոսի 8-ից հետո դա երկրորդ կարևորագույն փաստաթղթերից մեկն է, որ Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել, կարծում եմ դեկտեմբերի 3-ը պետք է օգոստոսի 8-ի նման հռչակվի, փառավորվի, մինչ այդ մենք հիշում ենք անցյալ տարի ապրիլի 4-ին կարծեմ եռակողմ այդ հանդիպումը Միացյալ Նահանգներ, Եվրամիություն եւ Հայաստան ձևաչափով այն ժամանակվանից ի վեր արդեն դրվել էր Հայաստանի Հանրապետությունը ուժեղացնելու ծրագիրը։ Մեր համագործակցությունը Եվրոպական միության եւ Միացյալ Նահանգների հետ միտված է Հայաստանի Հանրապետությունը ուժեղացնելուն, որովհետեւ այդտեղ մեր շահերը համակնում են Եվրոպական միության եւ Միացյալ Նահանգների հետ, որովհետեւ իրենց նպատակների մեջ է մտնում, որպեսզի Հայաստանը լինի հնարավորինս ինքնիշխան, հնարավորինս դիմադրունակ եւ ուժեղ եւ ժողովրդավարական։ Եվ այդ բոլոր երեք սկզբունքները, որոնք ես մանրամասնեցի, հակոտնյա են Ռուսաստանի Դաշնության շահերի հետ, մեր հետ կապված։ Այսա շատ կարևոր է տարբերակել։ Սա ոչ թե ռուսը վատն է, եվրոպացին լավն է սկզբունքն է, այլ Հայաստանի շահերը համակնում են Եվրոպական միության հետ, Միացյալ Նահանգների հետ եւ չեն համակնում Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը երբևէ խոսել է օրինակ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունից, ազատություններից, իհարկե իրենք երբեմն խոսում են, երբ օրինակ իրանց ժողովրդավարության պատկերացումները ռուսաստանյան Ռուսաստանի ժողովրդավարությունից են խոսում։ Այնտեղ կարող ես վերջերս մեկին ձերբակալել էին, որովհետև իր կոշիկների վրա կային ուկրաինական դրոշների երանգներ։ Այդ պատճառով նա ձերբակալվել էր։ Մեկ ուրիշ կնոջը ձերբակալում են, որովհետև նա պայուսակ էր կրում, որի վրա սպիտակահավներ նկարած։ Այս է Ռուսաստանի Դաշնության պատկերացած ժողովրդավարությունը։ Բամբլյան, այս փաստաթուղթը Եվրամիության հետ արդյոք չի շատացնի Եվրամիության ազդեցությունը Հայաստանի վրա, նկատի ունեմ անհանգստացնելու չափ շատացնի։ Այսինքն մենք մի կախվածությունից ապրստենք դրանք մի ուրիշ ուժի կախվածության տակ ընկնենք։ Ես հաճախ եմ լսել այդ վարկածը, որ մենք չպետք է ինչ-որ մեկի վասալից դառնանք ուրիշի վասալը, բայց օրինակ Եվրոպական միության ո՞ր երկրներն են վասալ։ Օրինակ Հրանտ Բագրատյանը ասում է, որ մենք այնտեղ ոչ մի բան սովորելու, ընդունելու, ընդօրինակելու բան չունենք։ Հրանտ Բագրատյանն ասում է, Հրանտ Բագրատյանը թող օրինակներ բերեր։ Ես դիտեցի իր հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ, խայտարակություն էր։ Զորի Բալայանին տվեց անցավ։ Աննկարագրելի էր։ Եվ այդ մարդը մի ժամանակ քաղաքական հայտ էր ներկայացնում Եվրոպական միության ինտեգրվելու եւ ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցելու օգտին։ Սա այն ամենը ինչ պետք է պատկերացնել Հրանտ Բագրատյանի մասին։ Հրանտ Բագրատյանի համար բոլորը մեղավոր էին առաջին հերթին Հայաստանը, բացի Ռուսաստանից։ Հայաստանն էր մեղավոր, որ Ռուսաստանը բազմամիլիարդանոց զենք էր վաճառում Ադրբեջանին։ Հայաստանն էր մեղավոր, որ 2016 թվականին քարոզիա պատերազմ եղավ։ Հայաստանն էր մեղավոր, որ Ռուսաստանը դիրքերը զիջում էր Արցախում եւ փարուխ առ փարուխ հանձնում էր ադրբեջանցիներին։ Հայաստանն էր մեղավոր, որ հայ-ադրբեջանական կետերում, որտեղ որ առաջխաղացում են ունեցել ադրբեջանցիները եւ մեր դիրքերը գրավել են, այնտեղ կային ռուսներ կանգնած։ Եվ իրենք իրենց դիրքերը կոորդինատները հանձնելով նախապես ռակիրովկա էին լինում։ Ավելի շուտ իրենք գնում էին, ադրբեջանցի գալիս էին, բայց էլի մենք ենք մեղավոր։ Ամենտեղ մենք Ստոկհոլմյան սինդրոմ է։ Այլ կերպ հնարավոր չէ կամ գործակալ է։ Եվրամիության հետ համագործակցության կարևորությամբ մի այլ բան կա, իրենք օրինակ մեզ 15 միլիոն եվրո են տրամադրելու, որպեսզի մենք հիբրիդային պատերազմներին դիմագրավենք, բայց իհարկե դա լավ է, բայց ես չեմ կարծում, որ սա ամբողջությամբ մեզ կպաշտպանի, որովհետև օրինակ
այդ տրամադրումից հետո Սպուտնիկ Արմենիա նորից գործելու է Հայաստանում։ Այդ տրամադրումից հետո այդ ռուսական 3 հերոստանգերությունները էլի տարածելու են իրենց սուտն ու կեղծիքը Երևանում եւ մնացած մարզերում։ Այսինքն մեզ պետք չէ օրինակ 15 միլիոն եվրո, որպեսզի այդ խոսող բերանները, որոնք վնասում են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, փակենք։ Այստեղ ես խնդիրներ ունեմ իշխանության հետ, թե ինչու մենք չենք գնում այնպիսի քայլերի, որոնց գնացել է արդեն Մոլդովան եւ ցույց է տվել, որ դրանք հաջողված են։ Միայն ասել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր քվեով պետք է դատավճիռ ներկայացնի այդ ուժերին, ես բավարար չեմ համարում։ Ես կարծում եմ, որ դա պատասխանատվության փոխանցում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, այնպես ինչպես դա տեղի ունեցավ 21 թվականին։ Իհարկե հասկանալի է, որ ամենայն հավանականությամբ էլի քաղաքացիական պայմանագրի կուսակցությունն է ձևավորելու իշխանություն 26 թվականի ընտրություններում։ Բայց այլընտրանքային իշխանություն պետք է լինի այստեղ, թե չէ։ Ընդդիմություն պետք է լինի Հայաստանակենտրոն ընդդիմություն Հայաստանում, թե չէ։ Եվ դա իշխանությանն է նաև պետք, որովհետև այնպես չէ, որ իշխանությունը միշտ կարող է անկաշկան գործել։ Եվ այդ ժամանակ, երբ ընդդիմությունն ու իշխանությունը սկսում են փոխգործակցել, եւ այդ պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա, որտեղ իշխանությունը կաշկանդված է, ընդդիմությունն է գործում։ Իրենք են բերում օրինագծեր, որոնք միտված են Հայաստանի Հանրապետության հարատևությանը, զարգացմանը, ուժեղացմանը, սովորական շարքային քաղաքացու բարեկեցության ավելացմանը։ Համբլյան, օրերս բավական հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան նախ Ադրբեջանում Հայաստանի պատվիրակություն մեկնեց պաշտոնական փոխվարչապետի գլխավորությամբ, այնտեղ այդ սահմանազատման հետ կապված հարցեր քննարկվեցին, զուգահեռ նաև Հայաստանի տարածքում հանդիպել էին Թուրքիա եւ Հայաստանի պատվիրակությունները, մասնավորապես քննարկվել էր երկաթգծի բացման, Գյումրի-Կարս երկաթգծի բացման տեխնիկական հարցերը, փոխկապակցված էին այս այցերը միմյանց հետ։ Այո, ես կարծում եմ հնարավոր է, որ նույնիսկ այս ամիս մենք արդեն դիվանագիտական հարաբերություններ հաստատենք Թուրքիայի հետ, հնարավոր է, որ հունվարին արդեն բացվի հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, եւ ես չեմ բացառում, որ մինչ նույնիսկ խորհրդարանական ընտրությունները մենք արդեն խաղաղության համաձայնագրի ստորագրման կգնանք Ադրբեջանի հետ, դա հնարավոր է։ Իհարկե քիչ է դրա հավանականությունը, բայց դա հնարավոր է։ Ես այսօր կարդացի, որ Վրաստանը թույլատրել է մեկ անգամյա նավթամթերքի, ընդ որում անվճար նավթամթերքի փոխադրում Հայաստան Ադրբեջանից։ Ոսկե ադրբեջանական հումքի մասին է։ Ենթադրում եմ, բայց չեմ կարող վստահ ասել, որովհետև մանրամասն չհասցրեցի կարդալ, միջարցազրույց ես տեսա դա, բայց չկարողացա միջև վերջ ուսումնասիրել, բայց դա շատ կարևոր բան է։ Այսինքն թե կլինի ադրբեջանական, թե կլինի ղազախական, գիտեք, մենք Ղազախստանի հետ դեռ 2 թե 3 տարի առաջ պայմանավորվել էինք, որ իրենց բենզինն ու դիզվառելիքը պետք է մուտք գործի Հայաստան, եւ եթե դա առաջին նախերգանքն է, ես մենք կողմ եմ դրան։ Ամենայն հավանականությամբ սա ինչ որ տարանցիկություն է, այսինքն Ղազախստանից կամ չգիտեմ, միգուցե Թուրքմենստանից ինչ մի բան ուզում գալ։ Գիտեք, ես կարևորում եմ հայ-թուրքական սահմանի բացումը եւ հայ-ադրբեջանական սահմանների թարապազի երկու երկրների հետ սահմանների բացումը, որովհետեւ փակ սահմանները չեն կարող օգտակար լինել Հայաստանի համար։ Եվ այն բոլոր պնդումները, թե մենք կլավում ենք Թուրքիա եւ Ադրբեջանի կողմից, սին են։ Այդ բոլոր պնդումները գալիս են Ռուսաստանից։ Որովհետեւ եթե ղազախական բենզին է մտնում Հայաստան, դա նշանակում է, որ Ռոսնեֆտը խնդիրներ ունի։ Իսկ Ռոսնեֆտն արդեն խնդիրներ ունի, որովհետեւ ծանրագույն պատժամիջոցների տակ է Միացյալ Նահանգների կողմից։ Եվ ես հաշտ չեմ օրինակ, որ այդպիսի մեծ ներգրավվածություն ունի ռուսական բենզինն ու դիզելը Հայաստանում։ Եվ խոսքը գնում է առողջ մրցակցության մասին։ Այսինքն ռուսական բենզինը, ղազախական բենզինը,
Գիտեք, մենք եվրոպացիների հետ ենք արդեն եվրոպացիներից ենք բենզին ներկրում, կա բրիտանա-հոլանդական Shell կազմակերպությունը, որ ներկայացված է Հայաստանում, կա ամերիկյան Gulf, վրաց-ամերիկյան, այդպես ասած, կամ ամերիկյան բրենդի տակ գործող հայ-վրացական Gulf կազմակերպությունը, որը գործում է Հայաստանում եւ իրենց վառելիքը իրենք ներկրում են հիմնականում Բուլղարիայից, Արմենիայից կարծեմ։ Սա մրցակցություն է։ Մրցակցության արդյունքում կրում է շահում է վարորդը, որովհետև դա սկսում է ավելի քիչ վճարել, որովհետև այնտեղ գնում է որակի եւ գնի մրցակցություն։ Բարձրացնել որակը, իջեցնել գինը եւ հնարավորինս ինչ որ մի կոորդինատում հատվել։ Եվ մնացած բոլոր բնակավարներում մեզ այսպիսի առողջ մրցակցություն է պետք։ Շնորհակալություն։ Սիրով։ Սա օրվա թեման էր զրուցակիցս Հանրապետության կուսակցության արտաքին գործերի քարտուղար Արնոլդ Բլեյանն էր, կհանդիպենք առայժմ։